Այսօր հենց 3 շաբթի է, մոտենանք տեղ, հիշացնեմ, որ փակ շուկայում էր, մեկ էլ սև բիբար պետք է առնենք, հենց այդտեղից է կառնենք, մեկ էլ մի հատ կամ երկու հատ նուռ, որտև խոխոբ ենք պատրաստելու այսօր, տենց հետաքրքիր օր է սպասվում և մի քանի օրից է մեր մոտ արդեն սկսվելու է պահածոների սեզոնը, նույնպես շատ հետաքրքիր է լինելու, հասնենք ճանապարհը ու մոտենանք արդեն շուկային, տեսնենք, չէ, եկեք փակ շուկա մտնենք սկզբից, նոր ընդեղից դուրս գանք ու առնենք նուռը ու շարունակենք մեր ճանապարհը։ Ջուրերը ինչի են սենց, տեսեք, կոտրվել ընկել են ներքև, հետ շրավ չի։ Եղանակը այսօր քամոտ է, արև է գա իհարկե։ Տեսնենք ստացել են, թե չէ։ Շարունակենք։ Արծես ստացել եք, հա, բիբարը, կարմիր բիբարը ստացել եք։ Հալը չանակ է, սև բիբար ունակ։ Չէ, են մյուսից է, կծվոտ է, սև բիբարը կծույոտ է, թե չէ։ Իսկ կա որ քիչ կծուրնի։ Քիչ կծուր, շատ ուժ, այսինքն մեր դեռ աղացվում է։ Հա, տվեք մի սպասենք, հա։ Չվետի մետևի չրերով հիացեք։ Ինչ արժի կիլոն։
Ինգա քեզ 4 է, դրսից կան սպասած տալու։ 200 գրամ։ 250 գրամ տամ 1000 գրամ։ 200 գրամ։ 1000-ը քիչ է ավելի։ Всё, 200 գրամ։ Այսպես սև բիբարը գնացի, առա կիլոն 5000-ը ինձ փաստորեն 4000-ով տվեցին ու նաև այսենց բան են վեր տվել, ասեցին փորձեմ ապակելու բանալի ժարիտի բանի համար, շատ համով է ստացվում, ասեցի ինչ է, ասեցին արաբական համեմունքներ է ինչ-որ, դել է շատ հետաքրքիր, թե այդ ինչ է, հիմա եկանք հիմնական շուկա ու ստեղից նուր պետք է հիմա առնենք, տնանք որտեղ կա, ինչ վերաբերում է պապրիկան հələ որ չէր ստացել, բայց երևի ուրիշ տեղից կառնամ ստիպված, հիմա հասկանանք, թե որտեղ կա նուռ մեր մոտ, բարև ձեզ, նուռը որտեղ է, չեմ նայել, հա տեսա, մերսի շատ, բարև ձեզ, ինչ արժի նուռը, երկու հատ կկշռեք, Իսկ դեղցը ինչ արժի? 800 գրամ 1000։ Իսկ առալոկը? Մեղրինը 1200։ Սկսենք ծիծակից, տենանք որտեղ կա և ամենակարևորը ինչ արժի, ինձ դերթեն լավ ճանաչում են փաստորեն, գտա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Այս ծիծակը շատ կծու է, ինչ է։ Ծիծակը ընդհանրապես կծու հազվագուտ է անում, ինքը քաղց է։ Շատ կծու բան վեճի է, սենց հատ մի կիլոյի չափ էլի մեկ սիում, որտեղ պետք է փագեմ։ Մախային կարած փագես։ Բան չդնի անգործը։ Չէ, լավն է։ Պամիդորը ինչ արժի։ Պամիդոր կա 300, կա 350, կա 250 ջաշի հապու կա մի քիչ։ Չէ, որ տենամ ասեմ ես։ Դեկը նա։ Կա 350 է, այ խոշոր է։ Կա 300 է, մի քիչ մանր է։ Պամիդորա պետք մի 4 կիլոյի չափ, բայց էլի հատ ընտիր, որ բան չդնի։ Սել սենց, մեջը կարմիր է, չէ։ Մեջը կարմիր է, մի պամիդոր ամուր է։ Դու կոնջերա դիչ, որ մանաս լավն է։ Հա, մի կիլո է լավ, ուսյա, մի կիլո է լավ էլ ասել։ Այ ժողովուրդ ջան, շատ ծանր է հայկը, ասում եմ այգում շուկայում, չի կարամ նկարայամ սենց, դրա համար ասի տանը կամ քննարկենք, նայեք, վարունք եմ առը, խառը թթու ենք դնելու վաղը, երևի թե զարմիկիս հետ եմ նկարելու, նենց որ ես թվում է ձեզ կհետաքրքրի, տեսնենք, կամ կուզի կնկարվի, կուզի չէ, 4 տարեկանը, տենանք, ուրեմն
Այս հենց կորնիշոն չեմ ասի, մի քիչ ավելի խոշոր վարունգ եմ առել, կիլոն կար 500, կար 600, 500-ից եմ առել, հեչ վատը չի, տեղց եմ առել, 1,5 կիլո եղավ, 1 կիլո էի ուզել, դե տենց է չէ, գիտեք, որ ասում ես 1 կիլո, դեռնում եմ 1,5-ից 2, ոչինչ, ուրեմ կիլոն 800 էր, սա բռնեց 1500, սղտոր եմ առել 2 հատ, այս հենց անկեղծ չեմ հիշում ինչքան սա բռնեց, 6 կիլոն 1005 էր կարծեմ, 1006, ծաղկակաղամբ եմ առել իհարկե, այս հենց լավը, թթու փագելուց, մարինատ փագելուց, շատ ուշադիր եք լնում, այս սև կետերը լրիվ հանում եք, լրիվ, սենց բաներ չպետք է գնա թթվի մեջ, հատկապես երբ խոսքը ծաղկակաղամբի մասին է, պետք է երմանջերի մեջ թողել, որովհետև որդեր կարող ալնեն մեջը եւ այլն, ես ամեն ինչ կբացատրեմ թթուն դնելուց, ուրեմն սրա կիլոն ինչքան էր, 450 կարծեմ, այս է առել եմ, մի հատ մեծ, այսպես մեխուր եմ առել, նայեք, 200 էր, լավ գինը, վատը չի, 4 հատ այսենց անտիր կուկուռուզ եմ առել, հատը 150 էր կարծեմ, եթե չեմ սխալվում, հետո գազար, 1 կիլո եմ ուզել, դե 1 կիլոն դեռավ 2, նորմալ է, բայց անտիր գազար է, նայեք, շատ լավն է, հատ սիրուն, ես նկատում եմ, որ մեջը Չէ, ինձ թված փչացած է, բայց փչացած չի սա, նորմալ է, 350 էր կիլոն, կարծեմ, կանաչ բան լոլիկ եմ առել, սենց սիրունիկ, միջին առնելուց մեծ առեք, որ բանկայի մեջ տեղ անի, կայանա մտնի, դե չէ ստիպված պետք է բաժանեք երկու մասի, փչացնեք տեսքը, սրա կիլոն 550 էր կարծեմ, 550, մի հատ հավ եմ առել, չէ, սրա կիլոն 500 էր, ոչ թե 550, մի հատ հավ եմ առել, միջին 2300 բռնեց, այսպես լավ ընտիր լոլիկ եմ առել, տեսակ արդեն 5 կիլո, 4-ից 4,5-ը կօգտագործենք, մնացածը ուտելու համար է, ձու եմ առել 10 հատ, կռիշկա եմ առել, այս խազայեշկայա գրած վրան դրանից, այս բանի պատմությունն է, այդ քացախի, որ այդ կինը համառորեն խնդրեց, որ ես առնեմ իրանից, ծիծակ եմ առել, ընտիր, մենակ տեսեք ինչ հոյակապ ծիծակ է, լստենակ, երկար, սիրուն, ձիգ, ընտիրություն, 1 կիլո, 4 կիլո լոլիկին, 5 կիլո լոլիկին, մեկ է կանաչի իհարկե, մի կապ մաղադանոս եմ առել, մի կապ համ եմ, ստեղ տենում եք ընտիր մեղրը, մեղրի մասին կխոսամ իհարկե, այս մեղրը մեր շատ սիրելի բարեկամներն են ուղարկե, ֆանտաստիկ մեղր է, փորձել եմ այսօր, ձեռնոց մեկ է, որ ձեռնոցով աշխատենք, սիրուն, մեկ է գուբկա 3 հատ, ու կարծես թե վերջ, այս ամեն ինչը ժողովուրդ ջան, ինձ մոտ նստեց 7000 դրամի կարգի, 7-8, պատկերացնում եք ինչ գներ են ու ինչ է կատարվում առհասարակ, հետք է ամեն ինչից չափավոր առնել, ճիշտ առնել, էկոնոմիայով, սիրուն, նաև կծու բիբար էի ուզում, բայց տանը կար պարզվեց, դրա համար չեմ առել։ Ողջույն բոլորին, հարգելի հետևորդներ եւ ոչ միայն, ձեզ հետ կրկին Խաչիկն է եւ շարունակելով պահածոների թեման, այսօր սմբուկի խավիար ենք պատրաստելու ձեզ հետ միասին, որը իմ կարծիքով արժանի է ծափահարությունների։ Այսպիսով խավիարի համար մեզ անհրաժեշտ լինելու է այսպիսի հիանալի սմբուկներ, բավականին խոշոր, կարմիր բուլղարական պղպեղ, կանաչ պղպեղ, բոլոր չափաբաժինները դուք կգտնեք տեսանյութի ներքևի հատվածում, պղպեղները կրկնում եմ պետք է լինեն ջրալի, մեծոտ, գեղեցիկ,
ամբողջը պետք է լինի տեղը տեղին, նաև իհարկե սոխը մեզ անհրաժեշտ լինելու, գազար ըստ ցանկության, ես կավելացնեմ, դու կարող եք չավելացնել, բայց խորհուրդ եմ տալիս, 1 հատ այսպիսի կծու պղպեղ ըստ ցանկության կրկին կամ 2 հատ, ինչպես նաև կեղևահան արված լոլիկ, տոմատի մածուկ, աղ, քաղցր պապրիկա, ինչպես նաև համեմ ու մաղադանոս, կեսական կապ։ Եկեք արագ անցնենք գործի և այսպիսի երկաթյա սարքի վրա միանգամից խորովենք սմբուկը ու պղպեղը, իհարկե առանձին։ Ես կարծում եմ, որ բոլորի տանը կլինի այս սարքից, սա նախատեսված է հենց հատուկ նրա համար, որպեսզի մենք տան պայմաններում գազի վրա խորովենք նմանատիպ բանջարեղենը։ Սմբուկները խորովում ենք բոլոր կողմերից, դա կտևի մոտ 20-25 րոպե և չխորանանք, ես մանրամասն չներկայացնեմ, քանի որ մեր թեման չի վերաբերվում սմբուկը խորովելուն, լավ խորովելուց փափկելուց հետո վերցնում ենք, լավ մաքրում ենք և լցնում ենք ափսեի մեջ, նույն գործողությունը կատարում ենք նաև պղպեղների հետ։ Այսպիսի տեսք ունեն սմբուկները և պղպեղները, մեկ ափսեի մեջ եմ լցրել, որտեղ միասին ենք աղալու, իսկ մնացած բոլոր բաղադրիչները աղալու ենք առանձին և լցնելու ենք առանձին ափսեների մեջ։ Հիմա դուք կհասկանաք, թե ես ի նկատի ունեմ։ Եկեք սկսենք սոխից և այդպես շարունակաբար։ Իսկ վերջում աղացած սմբուկին և պղպեղին կավելացնենք 1 այսպիսի չիլի պղպեղ կամ 2 չիլի պղպեղ ըստ ցանկության, կարող եք նույնիսկ փոշին ավելացնել, ինչպես ցանկանում եք, եթե կծվի սիրահար եք շատ ավելացրեք, դա թողնում եմ ձեր հայեցողության։ Այժմ մոտենանք կրակին և չկպչող բարձր որակի կաթսայի մեջ, որի մեջ պետք է եփենք խավիարը, ավելացնում ենք մեծ քանակությամբ բուսայուղ։ Դա կլինի մոտ 400-500 մլ, կրկնում եմ ևս մեկ անգամ, բոլոր բաղադրիչները իրենց չափաբաժնով ես կթողնեմ տեսանյութի ներքևի հատվածում։ Եվ առաջնահերթ ավելացնում ենք այստեղ սոխը և թեթևակի, նույնիսկ շատ թեթևակի 1-2 րոպե տապակում ենք, այսպես, թող թեթևակի, շատ թեթև տաքանա, դրանից ավել մեզ ոչինչ անհրաժեշտ չի, այսպես, և 2 առավելագույնս 3 րոպե անց ավելացնում ենք միանգամից գազարը։ Այժմ սոխը և գազարը արդեն միասին մենք կտապակենք ևս 3-4 րոպե։ Անընդհատ այսպես խառնում ենք, կրակը մինիմալից մի փոքր բարձրի վրա է, շատ բարձր մեզ անհրաժեշտ չի։ Այսպես անընդհատ կխառնենք և կրկնում եմ 3-4 րոպեից ավելացնում ենք արդեն լոլիկը, ևս մեկ անգամ լավ խառնում և եփում ենք արդեն այս փուլում բոլորը միասին մոտավորապես 5-6 րոպե։ Կթողնենք, որ մի փոքր բլբլթա այս ամենը, մի փոքր համերը միախառնվեն, որից հետո կավելացնենք արդեն պղպեղը, աղացած կարմիր պղպեղի մասին է խոսքը։ Մի թեթև խառնում ենք և այս ամենը եփում ենք միասին, արդեն մի փոքր ավելի շատ, արդեն 10-12 րոպեի չափով, ևս այս ամենը պետք է բլբլթա, պետք է մի փոքր եռա, մի փոքր եփվի, կթողնենք, որ համերը միախառնվեն միմյանց, ընկերանան միմյանց հետ, այսպես անվանենք, խոհարարական լեզվով, խոհարարական տեսակետից, եսի նկատի ունեմ, այսպես խառնում ենք, գեղեցիկ, սիրուն։
10-12 րոպե անց ավելացնում ենք գլխավոր բաղադրիչը, որը պետք է լինի բոլորից շատ, խոսքը սմբուկի եւ արդեն միախառնված պղպեղի մասին է, միասին աղացած, եւ միանգամից ավելացնում ենք տոմատի մածուկը, ոչինչով տոմատի մածուկը բացել անհրաժեշտ չի, հենց այսպես ավելացնում ենք, ընթացքում այն կխառնվի, կձուլվի, նաև համեմունքներն ենք ավելացնում եւ աղը իհարկե փորձում ենք եւ եթե լինի անհրաժեշտություն, ընթացքում կավելացնենք էլ ավելի շատ։ Հիմա այս ամենը շատ լավ կխառնենք, այսպես եւ այն կվերածվի որոշ ժամանակ անց այսպիսի հետաքրքիր մի հյուսի, տեսեք թե քանի երանգ կա այստեղ, հիանալի է ամեն բան, սակայն բնականաբար դեռ շատ շուտ է։ Հիմա այս ամենը մինիմալ կրակի ներքո մենք պետք է եփենք այնքան մինչև ողջ հեղուկը գոլոշյանա եւ մենք ստանանք շատ խիտ, շատ թանձր, մածուծիկ, միատարր զանգված, հրաշալի հիանալի բույրով, որը հենց կոչվում է սմբուկի խավիար։ Ասեմ, որ եփման process-ը ընդհանուր առմամբ այս պահից սկսած մեզ մոտ կտևի 2-ից 3 ժամ։ Այսպիսի երկար process է նախատեսված այս ամենի համար եւ մենք պետք է համբերություն ունենանք, որպեսզի ստանանք այն սմբուկի խավիարը, որը արժանի է ծափահարությունների։ Այս պահից սկսած տեսեք, ես անդադ այսպես խառնում եի եւ տեսեք, թե ինչ խիտ արդեն հյուս ենք ստացել։ Անցել է 2 ժամ 20-25 րոպե, այսպես մոտավոր 2.5 ժամ։ Տեսնում եք ինչ հիանալի բան ենք ստացել, տեսեք թե որքան է իջել այս ամենը, որքան է գոլոշացել հեղուկը եւ ավելացնում ենք մսաղացով անցկացված կանաչին արդեն, լավ խառնում ենք եւ այս պահից սկսած կեփենք եւս 30-40 րոպե։ Եթե դուք տեսնում եք, որ այլևս եփվելու տեղ չկա, այլևս զանգվածը պատրաստ է, կարող եք այսպես 10 րոպե եփել եւ անջատել։ Սակայն ես կեփեմ եւս կրկնում եմ 30-40 րոպե, կանջատեմ եւ դուք կարող եք լցնել այս ամենը ստերիլիզացված տարաների մեջ եւ փակել ու պահել ձմռան համար, իսկ ես ինչպես միշտ կլցնեմ հերմետիկ փակվող տարաների մեջ եւ կպահեմ սառցախցիկում կրկին ձմռան համար։ Քանի որ տեսականորեն նման պահածոներ մենք երբեք չենք փակում, այլ պահում ենք սառցախցիկում։ Տեսեք, այսպիսի տարաների նկատի ունեի, կարող եք ավելի փոքրը վերցնել, կարծում եմ ավելի մեծը վերցնելու իմաստ չկա, անջատում եք խավիարը եւ հենց սառում է կամ գոլանում է, լցնում եք այս տարաների մեջ, փակում եք եւ տեղափոխում եք սառցախցիկ։ Այսօրվա համար նախատեսել է այսքանը, մինչ նոր հանդիպում։